Վերջին օրերին երևի թե սոցիալական կայքերով եւ մամուլով տեղեկացաք, որ Սամվել Կարապետյանը արձագանքել է բենզինի պահեստի պայթունից զոհված մեր հայրենակիցների 238 ընտանիքների եւ եւս սեպտեմբերի 19 եւ 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական մեր 22 հայրենակիցների մասով ընդհանուր թվով 260 անդամների մասին է խոսքը, ուրեմն Կարապետյանները 50,000 դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին եւ իր թիմին, ինչպես նաեւ Արցախի ազատամարտիկների միությունը, հասարակական կազմակերպությունը 5 միլիոն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը եւս գումար է հատկացրել 3 միլիոն դրամ, Լևոն Քոչարյանը 2 միլիոն դրամ է փոխանցել, ընդ որում ունենք պայմանավորվածություն պարբերաբար ցանկություն է հայտնել աջակցել այս ծրագրին, Արցախ բանկը 1 միլիոն 600,000 դրամ, Արչինին բանկը 3 ուսանողների ուսման վարձն է վճարել 1 միլիոն 330,000 դրամ, Սիրուշոն եւս արձագանքել է մեր կոչին 1 միլիոն դրամ է փոխանցել, մեր հայրենակիցներից ծնունդով մեր գյուղից Իսկանդարյան Իսկանդարը, ով ապրում է Ռուսաստանում, 474,000 դրամ է փոխանցել եւ ունենք հայրենակիցներ Արցախցի, ով ցանկացավ իր անունը հրապարակային ներկայացնեմ, այստեղ այս նույն գրասենյակում հանդիպել է արցախցի ընտանիքների հետ, 20 ընտանիքի յուրաքանչյուրին փոխանցել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւ եւս մեկ անանուն քաղաքացի պայթունից զոհվածների երեխաների ուսման վճարներն է փոխանցել թվերի տեսքով $2,200 Ընդհանուր պատկերը այս է եւ մենք փորձել ենք ամենակարևորի մասին կուզեմ նշել հանդիպումների ժամանակ ես նշել եմ որ ճիշտ կլինի որ իրենց խողովակներով փոխանցեն մեր հայրենակիցներին, այսինքն միասին մոնիտորինգ անենք, ներկայացնենք սոցիալական խմբերը, ինչպիսի խմբեր կան, ինչպես գիտեք, ամենից խոցելի խումբը երևի թե կարելի ասել պայթունի զոհվածների ընտանիքներն են, ովքեր կարգավիճակ չունեն, մինչ օրս Հայաստանի կառավարությունը մատների արանքով է նայում եւ առիթ ունեցել ենք հանդիպումներ ունենալու, դա այն ժամանակ էր, երբ որ ես դեռ պետնախարար չէի եւ խոստացան այս հարցին լուծում տալ, ընդ որում այդ հարցը մնաց այսպիսի բաց թողված վիճակում։ Մենք բացի այն 260 ընտանիքները, որոնց որ Սամվել Կարապետյանն է 50,000 դրամ աջակցություն տրամադրել, մենք եւս 120 ընտանիքների տարբեր դրամական միջոցներ ենք հատկացրել, հիմնականում դրանք սոցիալական, բժշկական ոլորտներում են եղել, ունեցել են քաղաքացիներ, ովքեր կարգավիճակ չունեն, բայց հայտնվել են ծանր իրավիճակում, հիվանդանոցում դեղորայքի եւ քիմիայի հետ կապված պետք է ընդունեին եւ նման իրավիճակներում մենք նրանց ձեռք ենք մեկնել։ Ասեմ, որ բարեգործական հիմնադրամը առաջիկայում եւս շարունակելու է իր աշխատանքը, մենք բոլորս հասկանում ենք, որ այսպիսի ֆորմատով, այսպիսի հիմնադրամով չենք կարող արցախցիների ամբողջ հարցերը լուծել, բայց ես նպատակահարմար եմ գտել փորձել գոնե ինչ որ չափով մեղմացնել մեր հայրենակիցների սոցիալական վիճակը։ Մենք բոլորս գիտենք, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ իր վրա է վերցրել սոցիալական ամբողջ բեռը եւ մեկ ցուցիչի մասին կուզեմ ձեզ նշել, որ մինչ օրս բնակարանային ծրագրում 2000 ընտանիքների շեմը չի հաղթահարվել, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ այդ ծրագիրը չի աշխատում։ Ես դիտեցի տարվա վերջի կառավարության նիստը, երբ որ նորանշանակ նախարարը
զեկուցում էր ինչպիսի ծրագրեր կան արցախցիների համար, անկեղծ ասած ոսկեղենիկ հայերենով այնպես էր նկարագրված, որ մի պահ ինքս զարմացա, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է մեր ժողովրդի վիճակը այսքան վատ։ Իրականում խնդիրն այն է, որ իրենք չեն համագործակցում Արցախի կառավարության հետ եւ տարբեր ծրագրեր կարելի ասել բաց թողնված վիճակում են հայտնվել։ Ընդ որում կարևոր եմ համարում, որ եւ վստահ եմ տեսնելով սոցիալական կայքերում ինչպեսի մեկնաբանություններ են լինում, մեր հայրենակիցները պետք է հասկանան եւ վստահ եմ հասկանում են, որ այսպիսի ծրագրով հնարավոր չէ ամբողջ արցախցիների սոցիալական խնդիրները լուծել։ Ինքս գիտակցել եմ, որ քննադատության արժանանալու եմ եւ պատրաստ եմ առողջ քննադատության, պատրաստ եմ ցանկացած ձևաչափով հանդիպել, քննարկել։ Կատարել ենք նման աշխատանք, հետագայում եւս այլ ծրագրեր ենք փորձելու կյանքի կոչենք։ Կարող եմ միայն շեշտել, որ ժամանակին արցախցիները դիմում էին ինձ, որ պետք է դիմել արցախցի գործարարներին, սա դարձել էր հանրային պահանջ, կարող եմ ասել, տասնյակ հանդիպումների ժամանակ արցախցիներ ինձ կոչ էին անում դիմել անձանց, ովքեր Արցախում առավել քան հայտնի էին։ Դիմել եմ Վիտալի Բալասանյանին, Արման Հակոբյանյանին, Բեկլարյան Բարսեղին, Հակոբ Հակոբյանին, Կամո Աղաջանյանի հետ չեմ կարողացել կապ հաստատել, կարծում եմ հետագայում այդ առիթը կունենամ։ Հանդիպել եմ Արտուր Աղաբեկյանի հետ, Կոմիտաս Կարապետյանի եւ շարունակելու ենք այս ցանկը, երկար կարելի է թվարկել, ամեն դեպքում եւս նշեմ անուններ, որ տասնյակ հանդիպումների ժամանակ լսել եմ արցախցիներից, խոսքը Արտուր Պետրոսյանի մասին է, Վարդան Բալայանի, Անդրանիկ Խաչատրյանի, Միքայել Աթայանի, Վազգեն Միքայելյանի, Արշավիր Ղարամանյանի, Մովսես Հակոբյանի, Իվան Ավանեսյանի եւ այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Արցախցիները դիմում են մեզ այն ակնկալիքով, որ այս մարդիկ կարող են իրենց օգնել եւ իմ խնդրանքս է որպես Արցախի պետական նախարար խնդրանքով կոչով դիմում եմ աջակցեն պարտադիր չէ իհարկե բարեգործական հիմնադրամին նվիրատվություն կատարվի կարող են նաեւ իրենք իրենց ձեռքով մեր հայրենակիցներին ուրեմն օգնել որ դիմել եք ներողություն արձագանքել անկեղծ ասած այս ցանկից ոչ սպասենք միգուցե հետագայում արձագանք կլինի իրենք մասնավորապես Սամվել Ալեքսանյանը, Ազնայդով Բաղարով հաճախակցության խոսել են, որովհետև արձագանքել կամ ներդրում են։ Բնականաբար ոչ, ես դիմել եմ 25 կազմակերպությունների, 17 բանկի եւ նաեւ 4 հիմնադրամների այս գործընթացը բարբերաբար շարունակվելու է, ուրեմն մերժում եմ ստացել պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, չգիտեմ, արձագանքը կտրուկ է եղել, մեկ օր հետո մեզ զանգեցին, ասեցին, որ մենք չենք աջակցելու եւ Valex Group-ից պատասխանեցին, որ չունենք բավարար միջոցներ։ Valex։ Նաեւ Ալեքսին ենք դիմել։ Պատասխան չի եղել, ամեն դեպքում որ պատասխանը որ եղել է, ես այժմ հանրայնացնում եմ տարբեր կազմակերպությունների Հայաստանի խոշոր հարկատուներին բոլորին, այսպես ասած, դիմել ենք խնդրանքով։ Իհարկե, եւս մեկ անգամ հարկ եմ համարում նշել, որ սա պետության կողմից կարգավորում ստացող խնդիրներ են, ամեն դեպքում ստեղծված իրավիճակում հույս ենք պահում, որ կլինեն հայրենակիցներ, ովքեր կկանգնեն արցախցիների կողքին։